բաներ ասի։ Արի, քեզ ինչ պատմում Մեր լուր ակցիայով ենք մեր ներկայությունը այստեղ ապահովել եւ ունենք արդեն ժապավեններ, տեսնում եք, համապատասխան ժեստով եւ պաստառներով նաեւ մեր ասելիքը կփոխանցենք անձայն առանց բարձրախոսերի, կոչերի եւ ելույթների։ Կտեսնեք այսօր ինչպես են օգտագործվել այս ժապավենները, ամեն դեպքում ես կարծում եմ, որ մեսիջը դիպուկ տեղ կհասնի։ Ինչ ակնկալիքներ ունեք ինչպեսին կլինի։ Յուրաքանչյուր քաղաքացի դա նեղ անձնական իր ակնկալիքները կարող են ունենալ։ Ես անձամբ որպես Հայաստանի քաղաքացի ուզում եմ եւ ունեմ ակնկալիքներ իմ երկրի բարձր դատարանից։ Կտեսնենք ինչքանով դա կարդարանա այդ ակնկալիքները։ Ես շատ ուզում եմ, որ այդ ակնկալիքները արդարանան, ես ունեմ ու որևէ կերպ միամտություն չեմ համարում սեփական երկրի բարձր դատարանից ակնկալիք ունենալը։ Գիտեմ, որ երբեմն մարդիկ հիմքեր ունեն այդպես չմտածելու, բայց այս անգամ ես ուզում եմ այդ ակնկալիք ունենալ ու ես ունեմ, կտեսնենք Աստված տա, որ դրանք արդարանան։ Դնիշեք ձեր քայլերի հաջորդականությունը, եթե սահմանադրական դատարանը մերժի։ Սահմանադրական դատարանը մերժի դիմումը, պայքարը բնականաբար մենք բազմիցս ենք հայտարարել, որ շարունակվելու է։ Մի ցավալի բան ուղղակի կարձանագրենք այդ դեպքում, որ փաստորեն ինստիտուցիոնալ հարթակներում խնդրի լուծումը չստացվեց եւ կմնա մյուս հարթակը փողոցը եւ ոչ միայն քաղաքացիական, այսպես հանրային ընդվզումների հարթակը կմնա, որոնք լրիվ օրինական քայլեր են, բայց քանի որ դրանց միջոցները շատ են, մենք անգամ օրինակներով թվարկել ենք դրանք, ճիշտ պահին գնահատելով մեր ճիշտ ռեսուրսները մենք կողմնորոշվենք եւ կասենք, թե ինչ միջոցի են գնում, որ պահին դուք դրա մասին կիմանաք։ Այս պահին դեռևս ինչ-որ քայլեր չենք նշի, բայց դրանք որ կլինեն դա հաստատ է։ Սկզբում դեմ հետո իրազեկման երթ, լուսավորման երթ, այսօր լռության երթ, ինչ եք ուզում ասել դեռ։ Երթ չի անվանի, սա ընդհանրապես ակցիա է, եւ սա բողոքի ակցիա չէ, շեշտենք մի բան։ Սա միջոցառում է, անգամ ուզում եք կարող եք անվանել անգամ ֆլեշմոբ, անգամ այդ ֆորմատի մեջ ավելի շատ։ Ուզում ենք ասել, որ մենք այստեղ ենք, մենք զգոն ենք, մենք հետևելու ենք նիստերին, բայց որևէ կերպ ցանկություն չունենք խանգարելու բարձր դատարանի բնական աշխատանքին եւ հիմա դեռ բողոքի բան չկա, ինչ-որ բան կոչելու, կանե որ ցամաքական դատարանը վիճիր որոշում չի կայացել, այսինքն ինչի դեմ պիտի կոչենք։ Նախ սպասենք, որոշումը կլինի, գուցե որոշումը ամբողջությամբ հանրության օգտին է լինի։ Մի քիչ անտրամաբանական է նախքան որոշում լսելը, կանգնել եւ գոռալ ինչ-որ բան կոչել։ Այդ իսկ պատճառով ենք հայտարարել լռությանով, բայց լռությունը չի նշանակում ոչինչ չասել։ Ուղղակի բարձրախոսով կոչ ելույթ չի լինելու, այսինքն երթին հարիչ ձևով։ Բայց պաստառներ եք տեսնում, կարծեմ ավելի քան խոսում են այդ մեսիջները եւ սիմվոլիկան էլ էլի մեսիջով սիմվոլիկայով կփոխանցենք։ Իսկ հնարավոր է մի բան, եթե օրենք ընդունվի նախաձեռնության անդամները հաշտվել պարտադիր կտակային ընդունման հետ եւ դատարանը արդեն։ Չէ, հնարավոր չէ, որովհետեւ նախաձեռնության պայքարի առարկան օրենքի պարտադիր բաղադրիչն է եւ քանի դեռ այն գործում է, ուրեմն պայքարը պիտի շարունակվի։ Պայքարը այս հարցի շուրջ կավարտվի, երբ այս հարցի շուրջ պայքարը կավարտվի, երբ այդ բաղադրիչը այլևս չի գործի, այսինքն իսպառ, ոչ թե կկասեցվի ժամանակավոր, այլ իսպառ գոյությունը կդադարի գոյություն ունենալ։ Հələ որ բան չեն ասում, հələ որ այդ դիմողներին են լսում, իրենց հիմնավորումները, թե արտարիկան մեզ ցանկացած ճնշումների եւ պետք է լինի անկախներից Ակնկալիքը միակն է, որը եղել է շարժման ամենասկզբից։ Պարտադիր բաղադրիչի կասեցում եւ օրենքի հակասահմանադրական ճանաչում։ Եթե այնուամենայնիվ սահմանադրական դատարանը Ես կարծում եմ դեմ եմ շարժումը արդեն բազմիցս այդ առիթով ելույթներ ունեցել է, հայտարարություններ արել է, որ պայքարը չի դադարելու եւ շարունակվելու է։ Այնքան մինչեւ արդարությունը, այնքան ժամանակ մինչեւ ժողովրդի ձայնը
հասնի տեղ, ինչպես ասում են, հա, հասանելի լինի եւ լսելի լինի եւ ի վերջո արդարությունը կայանա։ Բայց հարություն այդտեղ թիվն է։ Ես կցանկանայի կանխատեսում չանել, ես մեն հույս ունեմ, որ կլինի ի վերջո կայանա արդարությունը։ Եթե որոշումը քաղաքական որոշում չլինի, իհարկե անժխտելի փաստ է, որ այս օրենքը հակասահմանադրական է։ Այնուամենայնիվ Կանխատեսում շատ դժվար է կատարելը, որովհետև Հայաստանում բոլորին էլ հայտնի է, որ որոշումները քաղաքական են լինում։ Դրա համար շատ դժվար է։ Ամեն դեպքում ես մեծ հույս ունեմ, որ գոնե այս անգամ սահմանադրական դատարանը չի տրվի ինչ-ինչ մարդկանց քաղաքական ուժերի ազատությանը եւ անաչառ որոշում կկայացնի։ Հայ Կավետիսյանը, ուրա հայ ժողովրդ պլակատներից է տնում։ Ակցիա տևելու է մոտավորապես 15 րոպե։ Փոխանցեցինք սահմանադրական դատարանին, մեր երկրի բարձր դատարանին, մեր ակնկալիքը անաչառության ու արդարադատության։ Մենք կապեցինք մեր աչքերը, ինչպես կապված են նաև արդարադատության աստվածուհու Ֆեմիդայի աչքերը։ Եվ մի ձեռքին առանց աչքերը բացելու նրա արդարադատության կշեռքներն են իրենց նժարներով։ Եվ այսօր մենք այս կերպ եւս ակնկալում ենք, որ սահմանադրական դատարանի ձեռքում գտնվող արդարադատության կշեռքների նժարները եւս հավասարապես են կանգնելու առանց որևէ խտրական մոտեցման։ Քանի որ անաչառությամբ միայն եւ արդարադատությամբ իսկապես սահմանադրական դատարանը մեր պայքարի ուղին կարող է այսպես ասած կարճացնել եւ խնդրին հանրային այս հնչողություն ստացած խնդրին լուծում տալ իշահ Հայաստանի քաղաքացու։ Այլապես, եթե արդարադատությունը այս երկրում չկայացավ, խնդրի լուծումը եւ ուղին երկարելու է ու կարող է բերել նաեւ հանրային ընդվզումների։ Այսքանով խորհրդանշական ակցիան այս պահին ավարտում ենք, բոլորը կարող եք արձակել ձեր աչքերը արդեն, բոլորին շատ շնորհակալություն, ակնկալում ենք արդարադատություն մեր երկրի բարձր դատարանին։ Մի կողմը ներկայացրեց բոլոր փաստարկները, եղավ հարցադրումներ սահմանադրական դատարանի անդամների կողմից, ընդմիջումից հետո կշարունակվի գործընթացը։ Իսկ ընդհանուր տրամադրությունը ինչպես է։ Սահմանադրական։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք սահմանադրական դատարանից։ Արդարացի եւ սահմանադրությունից բխող վճռի կայացում։ Իմ տղան անցյալ ամիս Իրանից այս կուտակայինը պահել են, ամսական ինձ օգնում էր 5000 դրամ, հիմա ասում է պապա, չեմ կարող քեզ օգնեմ։ Տվեցիք կուտակայինին։ Սա ի՞նչ է նշանակում։ Ինչ եք ժողովրդին թալանում։ Ինչ, ահա, ինչ եք վերցնում։ Այդ փողը վերցնում եք ձեր սեփական շահերի համար։ Եկեք ակցիան ավարտել։ Արդեն չեղավ, լավ։ Այո, այդպես չեն անում։ Դու եկամ դար չես վճարում ժողով։ Սոցիալ եմ վճարում, սոցիալ։ Սոց չես վճարում դու։ Մի վարքան կպցրին իրար սարքեցինք սանսոց։ Դու հիմա թոշակի ավելացրածարժեքի հարկը ուշադիր լսի։ Դու հիմա թոշակի համար հարկ վճարում ես թե չէ։ 50%, 50%։ Երաշխիք ունես որ կստանաս։ Ես իշխանականորեն չէ։ Պետությունը իմանաց, Ինչ դավավա դուք եք ասում, ոչ մի երաշխիք չկա։ Հարկա, դուք հարկի մասին եք Ձեր բարեփոխումների հարդաուրա խիստ եք ուշանալ։ Սիստեմի հիմնարան չէ դրա հետ։ Չէր ասում։